Հարգելի ժողովուրդ, ես մի քիչ ուշացումով դուրս եկա, ամեն ժամյա ուղիղ եթերները սա, որ այսօր, չգիտեմ, մինչև ժամը քանիսը իրականացնելու եմ, օրվա արգելքները, այսինքն որևիցե մեկին կաշխատեմ չգովել, բայց պրոցեսներ կան, որոնք պետք է քննադատեմ, ուղիղ ուղղակի չեմ ուրեմն որևիցե մեկին քարոզը տանի, հատկապես ինձ համար շահագրգիռ, մի խոսքով լավ, անցնենք Արարատ Միրզոյանը այսպիսի թեթե ոտքի վրա զրույց է տվել, ճեպազրույց այսպես ասած, ճեպազրույցի ժամանակ տարբեր հարցեր են քննարկում եւ մի պահ խոսք է գնում հեղաշրջման մասին, որտեղ Արարատ Միրզոյանն ասում է գլուխը պատովը կտան հեղաշրջում անելու համար, բանտերում կփդեն, պետության համը բերաններում կմնա եւ այլն, ես Արարատ Միրզոյանին միշտ որոշակի դիստանցիայով եւ որոշակի հարգանքով եմ վերաբերվել, կաշխատեմ հիմա էլ պահել այդ հարգանքս, բայց պարոն Միրզոյան, այդ որ ասում եք պետության համը բերաններում կմնա, այս բարդակի անունը պետություն եք դրել, դրա անունը, դրա համը պետք է մարդկանց բերաններում մնա, այս բոլշևիկյան քաղաքական տհասությամբ, այսպես ներծծված այս իրականության համը պետք է բերանները մնա, ասենք, այդ ինչ մի համ ունեք, որ այդ համն էլ պետք է բերանները մնա, սկսեմ այդ համը բերանները մնալուց, նախ ընկեր ջան, դուք արդեն այս 8 տարվա մեջ ընես դառը ու կծու համեր եք թողե ամբողջ հայության բերանը, որ էլ չասած, ձեր բերանը եփա համապատասխան համը մնալու, էդի չգիտեմ, բայց մի օր ձեր բերանում էլ կհայտնվի այդ համը։ Նախ սա սենց, ընդհանրապես պետության համից խոսալուց պետությունը ոչ պատից կախ եք տեսել, ոչ էլ ճակատներից էլ կախ եք տեսել։ Պետության որոշակի մինիմումներ ուներ այս երկիրը, բայց էդի տես տուրը տվել, եկեք կանգնել եք, սկի համարձակություն չունեք ձեր հայտարարած, ձեր խոստացած սահմանադրության տեքստը, սահմանադրական փոփոխությունների տեքստը հրապարակելու։ Խոստացել եք մարտ ամսին սահմանադրության տեքստը, որ ուզում եք փոխեք, այն որ Նիկոլը ասում է, ես հնուց ասել եմ սահմանադրությունը պետք է փոխվի, մինչև հիմա հոդաբաշխ ներկայացրել եք, այդ ինչ է այս սահմանադրության մեջ ձեզ այդքան դուր չի գալի, որ ուզում եք փոխեք։ Այ էսա ձեր իմացած, էսա ձեր հասկացած, ձեր ունեցած, ձեր պատկերացրած պետությունը, որ համնել սրա նրան բերանը ու խոստանում եք թողել։ Եվ երկրորդ հեղաշրջում չի, հեղափոխություն է, ու երբ պետք է կավ համապատասխան համերը ձեր բերանը թողնելով այդ հեղափոխությունը տեղի է ունենալու։ Ձեզ այդքան առոք, փառոք ու տենց հավերժական իշխանություն մի ընկալեք։ Վախեցեք այն համերից, որ մարդկանց համապատասխան գործողությունների արդյունքում կհայտնվի ձեր բերանում։ Ու դա հեղաշրջման մասին չի դա։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, բոլշևիկյան, մենշևիկյան, անարխիստական, արխիստական, շնորհապետական, հայրապետական, գերաշնորհական, ոբշեմ, սենց մի հատ հեղափոխություն կլինի ու ընտրություններով դրա դեմը չեք կարա փագեք, որ ասեք ընտրություն ենք, դուք այս ընտրությանը այնքան հարամություն եք արել, որ բոլոր հիմքերը կան դզի պրոբկի պես շպրտելու։ Պարզապես են մարդիկ, որոնք այդ կարողությունն ունեն, այդքան ժողովրդական մասսաներ ունեն, այդքան ֆինանսներ ունեն, այդքան արտաքին այս կամ այն չափով քաղաքական աջակցություն ունեն, այդ մարդիկ ձեր հետ ուրիշ գործարքների մեջ են։ Իսկ իմ պեսները, մեր պեսները, որոնք ոչ մեկի հետ ոչ մի ձևի գործարքի մեջ չեն, դուք էլ եք գործարքների մեջ։ Իսկ մեր պեսները հələ որ սենց երազում են, էլի որ իրանք կարանան բան փոխեն, հələ որ, բայց չեն հանձնվում, չեն էլ հանձնվելու։ Եվ հիշեք թավշյա ոչ բռնի տրֆս այդ հեղափոխությունը, որ սիրուն բերին ձեզ մատուցեցին, մի երկու հատ շոու սարքելով, 10 հոգով, 15 հոգով բանից գալիս էին, Գյումրիից գալիս էին։ Եղավ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալուց։ Ու այդ երրորդ ժամկետ 7 օր Սերժ Սարգսյան եղել է վարչապետ այս երկրի, 7 օր։ Էդ եղավ դրանից։ Ու օրենքով թղթերով ամեն ինչ ճիշտ էր, ինչպես որ հիմա։
Թղթերով ամեն ինչ ճիշտ էր։ Սահմանադրության տառին համապատասխան էր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը։ Բայց դա հանդիսացավ այդ թվում ձեր կողմից տրիգեր, ազդակ, գրգիր, որին ի պատասխան եղավ հեղափոխությունը։ Հիմա դուք եթում եք երրորդ ժամկետ։ Դուք sense տենենց արդեն լեգիտիմ չեք կարա լինեք, չեք էլ լինելու։ 3 միլիոն մարդ էլ ձեզ ձայն տա, դուք երրորդ ժամկետ գնալու իրավունք չունեք։ Եթե նույնիսկ հղում անեք թղթերին, օրենքներին, սահմանադրությանը, ապա այդ նույն հղումը սահմանադրությանը կարա անի Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը, որը թղթերով ամեն ինչ ճիշտ է, դուք ելաք հեղափոխություն արիք։ Ուրեմն նույն բանը ձեր հանդեպ է հասնում անել, որովհետեւ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Այդ նույն օրենքն է, բան չի փոխվել, այդ նույն սահմանադրությունն է։ Օրենքի առաջ բոլորը համաձայն են, հավասար են։ Եթե մեկին կարելի է մի բան, ուրեմն դա կարելի է ցանկացած մեկ ուրիշին։ Այնց որ Արարատ Միրզոյան, գլուխդ պատով ես տվել, թե հեղաշրջում կամ հեղափոխություն հայտարարող անողն է բերթին փդցնելու սպասդառնալիքներ կտած։ Բերթից փդելուց դուք պետք է վախենաք, մենք վախենալու բան չունենք։ Մեր աբրածովն էս բան չեն կարել, որ բերթի դռներին սկի մոտիկ ետանք, ուր մնաց թե փդենք։ Մանավանդ որ դուք այն գլխից փդած եղել եք, փդած գլուխներով, ու եկաք ձեր հիմար փդած գլուխներով սա երկիրը փդացրիք։ Մի քանի փդած գլուխ էլ ձեր խելքին ընկած ձեր հետևից գալիս է, դե հիմա այտենց է լինում, միշտ այդպես է լինում։ Բոլշևիկներն էլ շատ էին, վլաստը վերջին։ Ինչ եղավ, կոտորվեցին միլիոններով, սովից տար կոլխոզ էին սարքում, հարուստների ձեռից խլում էին, այն վաղտվա բլրի վրա տուն սարքողներն էլ կային։ Հարուստների ձեռից սա խլին, սա ժողովրդին, սա աղքատներին, ինչ եղավ։ Հավաքվան եզներով այտենց մի քանի աղքատ, որոնք անկիրթ, անկազմակերպ, անհասկացող, հռկոպալի բոլշևիկներն ինչ արին 17 թվից սկսած։ Սկսին երկիրը կոտորել։ Հետո արդեն խելոք մարդիկ, Չարենցի պես, Աքսել Բակունցի պես, Խանջյանի պես, խելոք մարդիկ կամաց ջոգին, որը որից հետո է, սկսան արդեն տենալ, որ հարա այս ինչ են կարել, այս սկսան այդ մարդկանց գյուլել, տանել կանչել ժողովրդի անունից գյուլել, ոնց որ դուք հիմա անում եք։ Արտուր Օսիպյանի հացադուլի չեմ 19-րդ օրն է, թե 20-րդ օրն է արդեն։ Ախպեր, այդ սա եղել անցել է կարդացած կրթված մարդիկ, ոչ թե մասնագիտականով, ընդհանրապես, ընդհանուր զարգացվածությամբ մարդիկ այս ամեն ինչը գիտեն։ Դուք էլ որպես պատմության դասատու թե պատմության մասնագետ պետք է որ իմանաք, բայց ձեզ ձեռ չի տալի էսի։ Ձեզ շահերին դեմ է։ Ձեր ընկերների թուրքական շահերին, ադրբեջանական շահերին դեմ է։ Ադրբեջանը 26 թվականի համար հայտարարել է վերադարձի հարցը, ես հեսա սրան կանդրադառնամ, եւ հայտարարել է, որ հայերի համար հասկանալի, հեսա բանը Նախիջևանում մի քանի օր հետո, եթե չեմ սխալվում, հունիսի 15-ի կողմերը համաժողով են անելու, ոնց պետք է ադրբեջանցիները վերադառնան։ Հայտարարել է մարդը։ Այս տարվա էլ այդ իրենց ծրագիրն է։ Գիտնականներին հատուկ հորդորել է ամբողջ աշխարհին այդ գաղափարը տարածել եւ այլ։ Դուք էլ ամբողջ աշխարհից արգելում եք այդ գաղափարից խոսալ, այսինքն հայերի բնիկությունից, հայերի իրավունքներից, Արցախահայության վերադարձի իրավունքից, եւ դրա համար միջազգային արդարադատության միջազգային դատարանի ՄԱԿ-ի որոշում կա։ Այդ որոշումը ծալը դրել եք միայն, չեք էլ ուզում դրանից խոսակ, սա ժողովրդին ուրիշ բան եք զաստավի տանում։ Ձեզ հեղաշրջելս ո՞րն է, դուք պռոպկի պես ձեզ այսպես կարելի է թռցնել, բայց այն մարդիկ, ովքեր էսի կարան անեն, առնվազն կազմակերպեն, հանդես գան, այդ մարդկանց հետ էլ դուք առանձին բանակցությունների մեջ եք։ Դե տակով մնաց, ինպես միամիտները, էսի սենց, երկրորդը խոսում են այդ դրսից եկող հայերի մասին, այդ Հենրիկ Մխիթարյանը, որ սաղ երկրի առաջ բան անում, Հայաստան է ներկայացնում, հայություն է ոգևորում, միաբանում, համախմբում, իդեպ սպորտը դա լրջագույն համախմբող գործոն է, դա առանձին մի օր կխոսամ։ Այսինքն տարբեր հայացքների, կրոնական, քաղաքական, էթնիկ, մշակութային, տեղային,
տարբեր հայացքների եւ տարբեր հատկանիշներով մարդիկ բան են անում, սպորտով, ընդհանուր դրոշով ու հիմնով համախմբվում են։ Դա լուրջ ազգակերտ, հատկապես քաղաքական ազգակերտով եւ պետականակերտ ֆունկցիա է, ու այդ տղեն իրականացնում է։ Հիմա ինքը չի կարող գաստեղ ընտրի, այն օրն էլ Կրասնոդարում խաղացող, այն օրը չէ, հենց երեք, եթե չեմ սխալվում, ֆուտբոլի սիրահար չեմ։ Կրասնոդարում խաղացող ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում գոլ արեց, ղազախների հետ 1-1 վերջացավ ֆուտբոլը եւ հիմա ինչ, նա չի կարող ընտրի։ Ու այդ դրսում ապրող հայերները հասնեմ էլի կասեմ 5 միլիարդ դոլար տարեկան փող են խրգում Հայաստան։ 5 միլիարդ դոլար։ Հայաստանի բյուջեն 8 միլիարդ դոլար է։ Այդ մարդիկ տասնյակ տարիներ Հայաստանի բյուջեի չափ փող են ուղարկի Հայաստան։ Տասնամյակներ շարունակ։ Ու Հայաստանը հայությունը ապրել է շրջափակման մեջ ստեղ։ Հիմա այդ մարդիկ ստեղ քվեարկելու իրավունք չունեն, հա? Դա գավառական, խիստ գավառական, գավառամիտ մոտեցում է։ Գավառամիտ ինչ առումով գնում եմ ասենք թե մի հատ ռայոն, ախպեր էսի մեր ռայոնն է, ենթադրենք ստեղ քեզի շատ լավ չզգաս։ Տենց բան կա գավառներում, պետության մեջ տենց բան չի կարա լինի։ Քաղաքացին դրանով է քաղաքացի։ Մի անգամ մի առիթով մի ռայոնում խոսք էր եղել, ախպեր ասես դու ստեից չես, դու ես թեմաների մեջ բան։ Ասում եմ ընկեր, ես հայաստանցի եմ, ես հայ եմ։ Всё, ես ստեղ կարամ իմ ճիշտը ոնց պատկերացնեմ, այտենց առաջ տանեմ։ Ինչ կապ ունի, ես ստեի բնակիչ եմ, թե ստեի բնակիչ չեմ։ Ռայոնական այդ գավառամիտ սահմանափակները կարան տենց ընկալեն, որ էսի մեր թաղն է, էսի մեր փողոցն է, էսի մեր ռայոնն է, դու քեզ հյուրի պես պահի։ Հայաստանի քաղաքացին Հայաստանի Հանրապետություն ոչ մի դեպքում հյուր չի։ Ուզենա մի ժամով կգա, ուզում է 10 ժամով կգա։ Էսի սենց։ Երկրորդ, որ այդքան լուրջ ընդունում եք, բա ինչ են դրսից եկած հայերը քվեարկում։ Բա Գյումրու ընտրություններին Աբարանից, Մեղրից, Ղափանից, չգիտեմ, Ալավերդուց, ընչեիք շուն ու շանգյալով հավաքվեք գնացել լծվել Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Այլ այդ գավառապետի ընտրությունները կոպիտ ասած, կարա լինի միայն գավառի մասշտաբով։ Դսից մարդ չպետք է մտնի։ Բա Վիլոն, նավակ ճոճո, ինչ գործ ուներ Լեննագան, Աբջան։ Բաքվում ծնված, Երևան ապրած, ինչ գործ ուներ Լեննագան գնացել էր ընտրությունների էր աջակցում, ԿՊ ներկայացուցիչ էր աջակցում։ Այդի պետք է օրենքով արգելված լինի, որովհետև անունը ինքնին հուշում է տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Այսինքն մենակ տեղի ժողովուրդը կարա մասնակցի։ Ավելին տեղական ինքնակառավարման ընտրություններում կարան հնդիկներն էլ մասնակցեն, եթե 6 ամսից ավել են ապրում այդտեղ։ Եթե Հայաստանի քաղաքացի չեն նույնիսկ, տեղական ինքնակառավարման ընտրություններում կարան մասնակցեն։ Գիտեիք դրա մասին։ Այսինքն, եթե գյուղապետի, քաղաքապետի ընտրություններում Հնդկաստանի քաղաքացին, Իրանի քաղաքացին, չգիտեմ, Ռուսաստանի քաղաքացին, ազգությամբ հնդիկը, պակիստանցին, ազերին, կարա 6 ամսից ավել, եթե ապրում աշխատում, այսինքն հարկամուծում, եթե հարկամուծում, որ կարա տեղական ինքնակառավարման համար քվեարկի։ Դու պատկերացնում ես, բա Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի գարա գա ազգային ժողովի համար քվեարկի, որովհետև դեգեներատ եք, որովհետև ինտելեկտուալ համբալներ եք, 100 դիպլոմ ունեք, բայց մի կոպեկի խել գլուխները չի ավելացեն։ Եղավ, էլի տենց, իսկ պետք է արգելել դրսի մեր ժողովրդին, ամբողջ Եվրամիությունը տրճիկ էր տալի, Ռումինիայում էր, եթե չեմ սխալվում, դրսի քվեարկություններով հաղթեցին։ Նրանք ոչ թե դրսից եկան քվեարկեցին, դրսում ընտրական համակարգ էին ձևավորել եւ եթե դրսում, այսինքն Եվրամիության մեջ ապրող քաղաքացիները չլինեին, եթե չեմ սխալվում, Ռումինիաներ չէին հաղթելու, իրաց տեխնացուն չէր հաղթելու։ Ու Եվրամիությունը տրճիկ էր տալի, դա ձեռ էր տալի իրանց, որտեղ դրսի ապրողներն ով կարողացան վլաստ վերցել բանը երկրում։ Հիմա այս դեպքում թարս է ֆռում, հա, ոնց որ խիարը թարս է աճում, ձեռ չի տալի իրավունքի, օրենքի առաջ բոլորը հավասար են, բոլորը։ Արարատ Միրզոյան, շատ չեմ ուզում քեզի բշտեմ, բայց քիչ չբշտեմ, Արարատ Միրզոյանին ես վերջերս հարց են տալի, ասում եմ Մեղրիով ճիշտ կլինի գնալ, ասում են բա Իջևանից, եթե գնա այդ կապը, Ադրբեջանը Նախիջևանին կապող, թող Իջևանից գան Երասխով դուրս գան, իսկ այդ
կոմունիկացիաները Իջևանից մինչև Գյումրի եւ Կարս, այս ճանապարհով անցնի, ինչ կլինի, որ համել ասում են կիլոմետրը շատ կլինի, Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործ նախարար ասում է, այդ կիլոմետրաժը կապ չունի, մեկը վճար մտնելու դուրս գալու համար են վճարում, yani կապ չունի քանի կիլոմետր է երկրով անցնում։ Արարատ Միրզոյանի բառերն եմ ասում։ Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարը նույնիսկ չգիտի այ մարդ, այդքան խաբար չի իր պաշտոնից։ Որ կիլոմետրը էնել ոնց կապ ունի, որտեղ մի երկրի տարածքով անցնում ես ու ինչ որ վճար ես անում այդ տարածքով անցնելու համար, քանի կիլոմետր ավել ես անցնում, այդքան կիլոմետր ավել ասֆալտ է անում այդ երկիրը, երկաթուղի է սպասարկում եւ այլն։ Երկրի տարածքով անցնող կիլոմետրաժը կապ ունի տրանզիտ բեռների վճարման համար։ Այսինքն մեզ ամեն դեպքում ձեռ էր տալի Իջևանից դեպի Կարս անցներ այդ մեկ գոտի մեկ ուղի ճանապարհը ոչ թե Մեղրիով անցներ 40 քանի կիլոմետր 40 կիլոմետր ու այսքան բանը արտգործ նախարարը չգիտեր հարցազրույցի ժամանակ հիմա Արարատ Միրզոյանը կանգնե խելքա բացատրում իշխանափոխության հեղաշրջման ու հեղափոխության մասին այդ անունները որ տենց ընտրել եք գետակ ձեր գեղերում տենց ձեր լոկալ բանը թիմերում բան կանեք ձեր լոկալ թիմերում այտենց բան խոսակ հեղաշրջում բառ օգտագործեք մենք մեր երկրում չունենք հեղաշրջում անելու մենք ունենք փթիրների հավաքածուին ուղակի ասելու որ հերիքա 8 տարին լրացավ ժողովուրդն էլ ընտրել եղավ 8 տարի վերջ դրանից ավել չես կարա իշխանավորես 2 ժամկետ վերջ ոնց որ Սերժ Սարգսյանի դեպքում էր Վերջում ցույց տամ այս նկարը։ Հա, ու այդ դրսի եկողներն էլի եմ ասում։ Քամակները դրեք պաղջուր, հանգստացեք, դրսի ընտրողների հետ գործ չունեք, ընկեր ջան։ Դրսինը որն է, ՀՀ քաղաքացի, օրենքը տենց է, այ չոբաններ։ Այ մշակութային փոքրամասնություն, այ ցեղախումբ։ Տենց է երգիր, պետություն ունենալը տենց բան է, պատկերացնում ես, դա է պետությունը։ Ունենում ես քաղաքացիներ, որոնք ստեղ ոչ հաց են քեզնից ուզում, ոչ ջուր են ուզում, ոչ մի բան չեն ուզում, բայց դրսից տարեկան 5 միլիարդ դոլար քեզ խրգում են։ Դու գալիս ես, թե քվեարկում են իրանց համար։ Մի հատ գնացեք Իսրայելի օրենքները նայեք։ Ստեղ եթե քանի տարի պետք է ապրի ես կոմենկոմ, դե տեղում քաղաքացիություն է ստանում ու կարանտրություններին մասնակցի։ Դա որպես տեխնացու, հա, ես չեմ ասում որպես ընտրող, որպես տեխնացու։ Դա Իսրայելի օրենքները նայեք։ Իսրայելը կասում ամեն քայլափոխի, այ ցեղախումբ Այ աբորիգեններ մեծից փոքր եմ ասում ինտելեկտուալից մինչև են գեղջուկ եմ ասում թե ձեր քարին հիմա ձեռ չի տալի այ քարի պետք է ձեռ տա որ ճիշտը մնում է ճիշտ կապ չունի դա քեզ օգուտ է վնաս է ճիշտը մնում է ճիշտ քո շահերի հետ համընկնի ճիշտը մնում է ճիշտ սենց են ապրում մարդիկ սենց են նորմալ երկիր դառնում ամեն քայլափոխի որ ճիշտը քեզ հարմարացնես այս բարդակը կլինի որում ապրում ենք Բայց շատերը իրանց շատ լավ են զգում իրանց վեճին չի բայց մարդիկ կամ պետական գիտակցությամբ որ ուրիշ ձև են պատկերացնում 7 միլիոն հայ ունես դրսում այդ 7 միլիոնի պոտենցիալը որ մի տարի օգտագործես դա Բուրաստան կլինի Բուրաստան բայց փոխանակ օգտագործես մի բան էլ լարում ես հա դու չուժո ես գնա էլ չգաս ստե ընտրես այ ռսիստրուկ այդ ռսիստրուկներն են ձեզ այ ձրյակերներ 30 տարի պահե որ սովից չսատկեք սովից այդ ռսիստրուկների տասնամյակների աշխատանքն է եղել որ առանց ծով շրջափակման մեջ ու էլի տենց լիքը բլոկադով այդ ռսիստրուկներն են համբալություն արել վագոններում ապրե իրանց ռեմոնտ արած կվարտիրաներում պոլերին մի հատ դոշակ կամ մատրաս կամ ադյալ գցեք քնե տասնամյակներ շարունակ որ դուք ստե զղտկվեք շրջափակման մեջ որ Վրաստանից հետ չմնաք Թուրքիայի հետ սահմանները բաց ծով ունեցող երկիր Ադրբեջանի հետ սահմանները բաց գրեթե Հայաստանի տնտեսություն Հայաստան մի քիչ մեզնից ավելի բարվոք վիճակում է գրեթե Հայաստանին հավասար տնտեսություն ունի այդ ինչի հաշվին ունի այդ գյուղացիների հաշվին որ ոչխար են պահում առանց չոբանիշան գելը գալի հոտը կոտորում է իրանք սկի հենց ասում պետությունը թող փոխհատուցում տա մեզի շները տուր են շներն էլ առանձին են արգելում գամփրների գոտեմարտը արգելված է եւ վերջ
Всё, հանցագործությունն է, քրեականացված հոդված է։ Դե գնացեք այդ 20 միլիոն ապրանքը, որ երեք կոտորել են գելերը, գնացեք այդ 20 միլիոն ապրանքին տեր եղեք։ Կարող է եւ շուն ունեցել եմ, դե նկարի մեջ շանթուլեք կային, ես այդ վիդեոյում տեսել եմ։ Կարող է շուն ունեցել է, բայց շունը բանի պետքացու չի եղել։ Շունը այն շունը չի եղել, որ գելի դեմը կդրի։ Դեմքից կարող է նայում ես չոբանի շունը, բայց հոգին չոբանի շուն չի եղել, հոգին գելխեղտ չի եղել։ Հոգին Արարատ Միրզոյանն է եղել, հասկացա՞ր։ Այ Արարատ Միրզոյան հոգով որ լինում է, դեմքից չոբանի շուն, բայց հոգով Արարատ Միրզոյան։ Այդտենց բաներ ալնում, գելը գալի կոտորում գնում է։ Կամ եթե հոգով Ալեն Սիմոնյանն ալնում, ես գալի ասում այդ գելն է, որ հոտե բանը անվտանգության երաշխավորն է։ Չոբանն էլ որ լինում է պարոն հաշտարար խաղաղարարը բանի կկվի նման մենակ ձակերին է տալի հերթով։ Հա արքես ծառա աղվես աղա բյան մենակ չգաս մեզ կոտորես։ Հետո էլ ֆռում ասում եմ լուրջ գործարք ենք կապել։ Վերջում ես նկարը ցույց տամ, գնացեք ընտրությունների ժողովուրդ։ Վերջում ես նկարը ցույց տամ Միքայել Աճապահյանը պրոբացիոն ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գնում է քվեարկության։ Նայեք, այս է քո պատկերը, ազգ, էս էլ է հայ, էս էլ է հայ, էս էլ է հայ, այս է քո պատկերը, ազգ, այս հայերը, այս հային հսկում են, հսկողության տակ տանում են ընտրությունների, այս ազգը դատապարտված է ոչնչացման, սենց պիղծ ազգերը չեն կարա ապրեն, այ այս ունեցողը սա ազգի պղծության անալիզի պատասխանա, նայի, անկախ նրանից էսի ինչ ազգա, սա պիղծ ազգա, այս իրանց հոգևոր առաջնորդն է Սրբազան հայր, ես էլ իրանց իրավապահներն են, եթե սենց նկար կտենաս, կլինի ուզբեկ, կլինի տաջիկ, կլինի մեքսիկ, կլինի չգիտեմ, ով կանն դե, իմացի սենց նկար որ դե տեսար, իմացի էտի պիղծ ազգա, բնությունը այդ ազգին աշխարի երեսից ջնջելու է։ Ու ես այդ դիագնոզի հետ հաշտ չեմ, ու ես այդ դիագնոզը բուժելու եմ։ Կհանդիպենք, նու արդեն ժամն էլ ֆռած, լավ, ժամը 3-ը բաց կթողենք, ժամը 4-ին կհանդիպենք հարգելիներս։ Միշտ նոր հանդիպում։ Ժամը 4-ին կհանդիպենք հաջորդ եթերը։